Այսօր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը։ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարացնելով 1.5 ամսով ապշած դուրս գալով դատարանի դահլիճից Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ կալանքը երկարաձգելու համար հիմք է հանդիսացել միջադեպի օրվա տեսանյութում քննիչների կողմից արձանագրված անհայտ ոտքը, որը ըստ նրանց ոստիկանի է հարվածում։ Տեսանյութում քննիչներից մեկը անհայտ ոտք է հայտնաբերել ու կասկածել է այդ ոտքը հարվածել են Գևորգին, թե ոստիկանին։ Ու սրա համար 45 օր պետք է Գևորգը անազատության մեջ մնա, ինչի համար, որովհետև քննիչները 3 ամիս հետո են։ Մի խոսքով ծիծաղելի էր, այսպիսի մեգադրանքներով անձին չեն պահում անազատության մեջ։ Գոնե պետք է որոշ հիմնավորումներ լիներ, չկար այդ հիմնավորումները։ Անգամ նախագահող դատավորն էր զարմացել, բայց հետո գնաց եկավ այսպիսի զարմանքն անցավ։ Փաստաբանը ասաց, որ պնդել է, անհայտ ոտքը կապ չունի Սաֆարյանի գործի հետ, մինչդեռ նրան չեն լսել։ Մերժվել է նաև գրավի դիմաց Սաֆարյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է ամանորի գիշերը, ապա 2 ամսով կալանավորվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։ Սաֆարյանը ապրիլի 1-ին արդեն պետք է ազատ արձակվեր, մինչդեռ այսօրվա որոշման արդյունքում նա ճաղերի ետևում կմնա մինչև մայիսի կեսերը։ Այս որոշումը բողոքարկելու ենք, որովհետև եվրոպական դատարան գնալու համար պետք է բոլոր որոշումները բողոքարկվի։ Ուղղակի այս որոշման առանձնահատկություններից այն է, որ քննիչը ընդհանրապես այդ մի հանգամանքն էր նշել, վերջում էր նշել էր, որ այն որ պետք է քննիչ նաև հիմնավորի, թե ինչի համար Գևորգը կխոչընդոտի, նոր հանցագործություն կատարի, կազդի վկաների վրա ապացույցները կկեղծի, այսպիսի բաներ էր նշել, բայց մի նախադասությամբ սա էլ չհիմնավորեց։ Եվ այդպիսի նյութ չէր ներկայացրել դատարանը դրան էլ ընդհանրապես չանդրադարձավ։ Մինչ կալանքի երկարաձգման հարցի քննարկումը փաստաբանը եւ դահլիճում ներկա Գևորգ Սաֆարյանը դատավորին ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել։ Տիգրան Հայրապետյանի խոսքով դատավոր Դավիթ Գրիգորյանը իրենց հանդեպ կանխակալ վերաբերմունք ունի։ Նախորդ անգամ կրկին նա էր երկարաձգել Սաֆարյանի կալանքը։ Փաստաբանի պնդմամբ դատական նիստի ընթացքում անօրինական գործողություններ էր կատարել, որի պատճառով էլ դիմել էին արդարադատության խորհուրդ։ Ինքնաբացարկի դիմումը այսօր դատավորը մերժել էր եւ շարունակել նիստը։ Մինչև այս պահը արդարադատության խորհուրդն էլ լռում է, որևէ պատասխան չի տալիս։ Եվ հիմա նորից գործը մակագրել են նույն այդ դատավորին, որը որ բնականաբար կանխակալ վերաբերմունք ունի թե Գևորգի հանդեպ, թե արդեն իմ նկատմամբ, որտեղ ես եմ բողոք ներկայացրել, թե քննչական մարմինների նկատմամբ, որովհետև ակնհայտ անօրինական առանց հիմքի կալանքը փաստորեն երկարացվեց 1.5 ամսով։ Նիստում ըստ փաստաբանի ելույթ է ունեցել նաև Գևորգ Սաֆարյանը եւ հիմնավորել է, որ իրեն պատժում են քաղաքական գործունեության համար։ Հիմնադիր խորհրդարանից Վարուժան Ավետիսյանի խոսքով դատարանը հերթական անգամ քաղաքական պատվեր կատարեց եւ իրենց բողոքի ցույցերը շարունակվելու են։ Դատարանները իրավական գործընթացով չեն զբաղվում, նրանք քաղաքական պատվեր են կատարում։ Քանի որ նախորդ պատվեր է տրվել Գևորգին կալանքի տակ պահելու եւ հակառակ պատվերը դեռ չի տրվել, դատարանները շարունակում են նախկին պատվերի կատարումը։